Ուսուցչի մասնագիտությունն ամենաբարդ, հետաքրքիր և միևնույն ժամանակ հաճելի մասնագիտություններից մեկն է։ Ուսուցիչը ևս ունի ուշադրության ու հոգացության կարիք։ Այս տարի ևս Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուշադրության կենտրոնում էին մարզի տարբեր ուսումնական հաստատությունների ուսուցիչներ։ Ուսուցչի տոնի կապակցությամբ շնորհավորական խոսքերի հետ մեկտեղ մարզպետը հորդորեց գոնե տոնական օրերին ինչ-որ չափով մոռանալ առօրյա հոգսերն ու ունենալ բարձր տրամադրություն։ Գիտեմ, շատ ծանր է ձեր աշխատանքը, շատ պատասխանատու է ձեր աշխատանքը այս առումով, բայց պետք է որ առօրյա հոգսերից կտրվենք գոնե մեր տոնական օրերին։ Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ բոլորիդ շնորհավորեմ, շատ լավ գիտակցելով, թե ինչ բան է մանկավարժությունը, թե ինչ բան է ուսուցիչ լինելը, թե ինչ ծանր ու պատասխանատու աշխատանք է ուսուցիչ լինելը։ Մարզի ղեկավարի և Լոռու դպրոց հիմնադրամի կողմից շնորհակալագրերի, դրամական պարգևների և ծաղիկների արժանացան մարզի տարբեր դպրոցների 25 ուսուցիչներ։ Ուսուցչի օրվա կապակցությամբ և մատաղ սերնդի ուսումնադաստիարակչական գործում անմնացորդ նվիրումի համար։ Իսկ ուսուցիչներն իրենց զգում են ավելի պարտավորված, միևնույն ժամանակ նաև հուզված են ցուցաբերված վերաբերմունքից։ Հուզված եմ, հպարտ եմ, որ մեր կառավարությունը մեծարում է ուսուցչին, հոգում և մեծարում է ուսուցչին։ Այսօրվա ուշադրությունը ուսուցչի օրվա առթիվ ավելի է պարտավորեցնում, որ ավելի լավ աշխատենք։ Իհարկե աշխատել ենք մինչև հիմա ու երբեք ակնկալիք չենք ունեցել, որ դրա համար պետք է անպայման նկատվենք, ինչ-որ ձևով փառաբանվենք, գովաբանվենք, բայց և այնպես շոյված ենք, որ նկատվում է ուսուցիչը, արհամարհված չի, անտեսված չի, գնահատվում է նրա աշխատանքը, բարձր է գնահատվում մատաղ կողմից։ Մասնագիտական տոնի կապակցությամբ պարգևատրվեցին ոչ միայն գործող, այլև կենսաթոշակի անցած երկու ուսուցիչներ, որոնց ավանդը ևս մեծ է եղել կրթության և մատաղ սերնդի դաստիարակման գործում։ Տաթևիկ Ղազարյան, Արայիկ Նազարյան, մի քեռուստաընկերություն։